Շատ լավ, Տիկին Գրիգորյան։ Եթե որևէ եռագլուխ սուբյեկտ կա, ապա դա Ալիև, Էրդողան եւ Նիկոլ Փաշինյան եռագլուխ սուբյեկտն է, իսկ ինչ վերաբերում է դատական համակարգի փոփոխության, այո, 18 թվականից հետո մացոները, անձնական Արմեն Դանելյանները դարձան հիմնական դեմքերը, որովհետեւ նրանց միջոցով կարվում էին քաղաքական գործերը։ Կան Մասիս Մելքոնյան, կան Մարտ Մասիս Մելքոնյան, դատավոր, ով հստակ բոլոր քաղաքական պատվերներն իրականացնում է, ես ցավով եմ արձանագրում։ Կա հայտնի հայտարարություն, որ ուզեք չուզեք պիտի բռնեք, կալանավորեք, այսինքն այդ բարեփոխումը, դատական բարեփոխումը ինչ տեսք է ունենում։ Այդ տրամաբանություն չի։ Այո։ Դուք էլ առաջ եք գալիս։ Սխալ արել, Քոչյանը սխալ արել։ Տենց բան մի ասեք։ Այո, Քոչյանը սխալ արել։ Մացոնների, Արմեն Դանելյանների արդյունք դարձել են Դուք նստել եւ վայելում եք այդ նույն համակարգը։ Արմեն Դանելյաններն են, ովքեր պատրաստ են ցանկացած որոշում տալ, ցանկացած քաղաքական գործ, որ գնում է Մասիս Մելքոնյանի մոտ, որևէ մեկի մոտ կասկած Դուք հիմա մերկապարանոց մեղադրանքներ եք հնչեցնում։ Մերկապարանոց հստակ փաստարկված։ Դեսպանների մասին երբ որ խոսում ենք Ալիևի դեսպանները նրանք են, ովքեր արդարացնում են Արցախում հայկական եկեղեցու ոչնչացումը։ Ալիևի դեսպանները նրանք են, ովքեր ասում են Արարատին մի նայեք, կարողա թուրքերը նեղվեն։ Իսկ ինչի՞ է ձեր վրա վերցնում, պարոն Սիմոնյան, չէ, ինչի՞ է ձեր վրա վերցնում։ Պարոն Աբովյան, ինչի՞ է գոռում։ Էլի սկսեցի գոռալ։ Իսկ ումին եք։ Չէ, մի վարքան կարելի է վերջացնել։ Վերջացրեք, բայց վերջում ասեք ում նկատի ունեք, որտեվ եթե սուտ եք ասել, պատասխանատվության եք ենթարկվում։ Սուտ ասելու բան չկա, դուք լավ լսեք, սա շատ կարևոր է, էլի, որովհետև գործընթացը չգիտեմ ինչի է գոռում։ Որովհետև սովոր եմ, որ բոլորը հաստատից չի վերաբերում, ես հանգիստ լսում եմ գոհեք որ որովհետև ես սովոր եմ, որ բոլորը ինձ են հարց տալիս։ Գիտեք, Գիտեք պրոբլեմը ինչու է, բոլոր պրոբլեմը նրանումն է եւ սա պետք է արձանագրենք, որ հիմքը եւ քոքը պրոբլեմը այսօրվա մեր ամբողջ խոսակցության նա է, որ ցավոք համաձայն եք, համաձայն չեք, ադրբեջանական կողմը ինչ ուզելա Նիկոլ Փաշինյանը ու իր իշխանությունը կատարել են։ Հիմա համաձայն եք, թե չէ դա այդպես է։ Տավուշը այդ որ դեմարկացիա բան արեցիք, պետք է հողեր չէ հետ բերեիք։ Բա ուր է այդ հողերը։ Այդ ինչ ես խոսում։ Հա? Ո՞նց է ինչ է խոսում։ Ես էի խոստանում մարկանց, որ դեմարկացիայի պարագայում հողերը պետք է հետ գա։ Տավուշ, դուք եք վերջին անգամ Տավուշ եղել։ Մոտավորապես 1 ամիս առաջ։ Պարոն Ծառուկյանի եւ Լուկաշենկոյի եք եղել վերջին անգամ Տավուշ։ 1 ամիս առաջ ես Տավուշում սահմանը վերանված է եւ Տավուշը ամենաապահով մասն է այսօր Հայաստանի։ Պարոն Սիմոնյան, պարոն Աբովյան, Ես երազում լրիվ ուրիշ բաներ եմ Պարոն Պարոն Սիմոնյան, ձայնը անջատում ենք բոլորի։ Պարոն Գորգիսյան, ձեր հարցը։